Վենեսուելայի նախագահն ու նրա կինը գերեվարվել ու դուրս են բերվել երկրից, հայտնել է ԱՄՆ նախագահը։ Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ ամերիկյան դեսանտի Կարակասում վայրէջք կատարելուց եւ կարճատև փողոցային մարտերից հետո Մադուրոն ու նրա կինը գերեվարվել են եւ ամերիկյան ռազմական օդանավով տեղափոխվել այլ տարածք։ Նրանց գտնվելու հստակ վայրը դեռևս չի հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ նրանք տեղափոխվել են ԱՄՆ կամ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկը։ Սպիտակ տունը սա որակում է որպես ժողովրդավարության վերականգնման եւ նարկոտերորիզմի վերջնական ջախջախման առաքելություն։ Ոչ պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ ամերիկյան օդային հարձակման հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Падրինո Լոպեսը։ Առաջին հրթիռներից մեկը ընկել է հենց նրա տան վրա։ Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ-ն թիրախային հարվածներ է հասցնում Վենեսուելային։ Նախագահ Թրամփը նախքան հրաման արձակելը հրատապ խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների հետ։ Fox News-ի փոխանցման բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են, որ գործողության նպատակը Վենեսուելայի ռազմական կարողությունների չեզոքացումն է։ NBC News-ի տվյալներով գործողությանը մասնակցել են առնվազն 9 ամերիկյան ուղղաթիռներ։ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին մեղադրել է իմպերիալիստական ագրեսիայի համար։ Այս հարձակման իրական նպատակը Վենեսուելայի հարուստ նավթային եւ հանքային պաշարների զավթումն է։ Մենք կդիմադրենք ակտիվացնելով մեր պաշտպանական բոլոր ծրագրերը, զինված ուժերը պատրաստ են մեր սուվերենությունը պաշտպանելու համար, կարդում ենք Վենեսուելայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։ Ավիահարվածներից հետո մայրաքաղաք Կարակասում իսկական քաոս է սկսվել։ Հազարավոր բնակիչներ փորձում են լքել մայրաքաղաքը, վախենալով հնարավոր նոր հարվածներից։ Քաղաքի մի մասը շարունակում է մնալ հոսանքազրկված, ինչն էլ ավելի է բարդացնում տարհանման գործընթացը։ Քաղաքում տեղաշարժը խիստ սահմանափակված է։ Ըստ նախնական տեղեկության Վենեսուելայի պաշտպանական համակարգը լուրջ վնասներ է կրել։ Ավիաբազաներից մեկը լեռնային ռազմական կայազորը ամբողջությամբ ոչնչացվել են։ Հզոր պայթյուններ են որոտացել Կարակասի միջազգային օդակայանում, մայրաքաղաքի արևելքում գտնվող ռազմական ու մասնավոր օդակայաններում։ Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն հարվածել է նաև քաղաքի գազատարին, ինչը կարող է հանգեցնել էներգետիկ եւ հումանիտար ճգնաժամի խորացման։ Վերջին ժամի տվյալով Կարակասում պայթյունների ձայները ժամանակավորապես դադարել են, սակայն իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռները շարունակում են մնալ օդում, վերահսկելով քաղաքի երկինքը։ Վենեսուելայի վրա հարձակման ֆոնին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ին անհապաղ նիստ հրավիրել։ Կոլումբիայի կառավարությունը մերժում է միակողմանի ռազմական ցանկացած գործողություն, որը կարող է վատթարացնել իրավիճակը Վենեսուելայում կամ վտանգի ենթարկել քաղաքացիական բնակչությանը, նշել է Պետրոն։ Նա նաև կոչ է արել ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ առճակատումը խորացնելուց եւ առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը։ Կոլումբիայի նախագահը հայտնել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու եւ Կոլոմբո-Վենեսուելա սահմանին կայունությունը պահպանելու մարդասիրական կամ միգրացիոն օգնություն ցուցաբերելու համար։ Թուրքիան աջակցում է Վենեսուելային, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը։ Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին եւ նախագահ Մադուրոյին։ Այս դաշնությունը չպետք է անպատիժ մնա, ասել է նա։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վենեսուելայի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածները հետևանքներ կունենան ամբողջ աշխարհում։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի շտաբից հայտնել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Կարակասի գլխավոր ռազմաբազային, Լա Կարլոտա ավիաբազային, Էլ Հրաբուխ ազանշանային ալեհավաքին, Լա Գուայրա նավահանգստին։ Երկրի գլխավոր օդանավակայանի աշխատակիցներին տարհանում են, իսկ Կատիա Լամար քաղաքի բնակիչները լքել են իրենց բնակավայրերը, վախենալով նոր հարվածներից։ Մեր հարևան Իրանում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Բողոքի ցույցերի 7-րդ օրը արյունալի բախումներ են տեղի ունեցել ուժայինների եւ ցուցարարների միջև։
Երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում, ոստիկանության եւ բասիչ աշխարհազորայինների հետ բախումների հետևանքով զոհվել է 15 մարդ, հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները եւ արտասահմանյան լրատվամիջոցները։ Իրանական պաշտոնական աղբյուրները հաստատում են միայն մի քանի զոհի փաստը։ Հատկապես արյունալի են եղել իրադարձությունները Լորեստան նահանգում, որտեղ ցուցարարները փորձել են գրոհել ոստիկանական բաժանմունքներ ու պետական շենքեր։ Միայն Թեհրանում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, ամբողջ երկրով մեկ ձերբակալվածների թիվն անցնում է 150-ը։ Տնտեսական ապստամբություն անունը ստացած բողոքի գործողությունները սկսվել են 2025-ի դեկտեմբերի 28-ին, հիմնական պատճառը իրանական ռիալի կտրուկ արժեզրկումներ։ $1 արժեքը սև շուկայում հասել է աստղաբաշխական 1.4 միլիոն ռիալի։ Երկրում տարեկան գնաճը գերազանցել է 38.9%-ը, ինչը հանգեցրել է առաջին անհրաժեշտության ապրանքների գների անվերահսկելի աճի։ Տնտեսական ճգնաժամի ֆոնին դեկտեմբերի 31-ին հրաժարական է տվել Կենտրոնական բանկի նախագահը, ինչն ավելի է մեծացրել անորոշությունն ու բնակչության դժգոհությունը։ Թեհրանի շուկայի առևտրականների բողոքի ցույցերը շատ արագ վերածվել են քաղաքական պահանջների՝ մահ դիկտատորին եւ կրոնավորներ հեռացեք կարգախոսներով։ Шановні українці України. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել Կիրիլ Բուդանովին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնն այլևս թափուր չէ, հայտարարել է Զելենսկին եւ նշել, որ Կիևը պետք է ավելի շատ կենտրոնանա անվտանգության հարցերի, Ուկրաինայի պաշտպանության եւ անվտանգության ուժերի զարգացման, ինչպես նաեւ բանակցություններում դիվանագիտական ուղու վրա։ Ավելի վաղ Զելենսկին կոռուպցիոն սկանդալի ֆոնին ազատել էր իր աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին եւ հեռացրել նրան ԱՄՆ-ի հետ բանակցություններից։ Ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին մարդասիրական այցով ժամանել է եգիպտական կողմում գտնվող Գազայի Ռաֆահ սահմանային անցակետ։ Նա շրջել է տեղանքում, ծանոթացել է այն պայմաններին, որտեղ ապրում են պաղեստինցիները։ Գազայում հրադադարի հաստատումից ի վեր Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցրել, պահանջելով Համաս շարժման ամբողջական զինաթափումը։ Այս տարվա ընթացքում ամենամեծ արեգակը տեսանելի կլինի այսօր, հունվարի 3-ին։ Նրա սկավառակի տրամագիծը 3%-ով ավելի մեծ է լինելու, քան հուլիս ամսին։ Երկիրն այսօր անցնելու է պերիհելիումի, արեգակի ուղեծրին ամենամոտ կետի միջով։ Մեր մոլորակն արեգակից հեռու կլինի ավելի քան 147 միլիոն կիլոմետրով։ Նման երևույթն անզեն աչքով տեսանելի կլինի, եթե եղանակն անպամած չլինի։